Սիրելիներ Տեր Հիսուսի անունով բոլորիդ ողջունում ենք։ Հայտնությունը եթերում է։ Ինչ են մարգարեությունները։ Սրանք Աստծո խոսքի մեջ հատուկ տեղ գտնված նյութեր են։ Մարգարեությունները վկայություններ են գալիք ապագայի մեջ տեղի ունեցող իրադարձությունների։ Եվ մարգարեները Աստծո հոգից ներշնչված մարդիկ էին, որոնք այդ ազդեցությամբ էլ գրեցին։ Անշուշտ մեկը կարող է գուշակություն անել վաղվա վրայով, ինչպես գիտենք շատ ու շատ գուշակներ կան, ովքեր մարդկանց լավ խորհուրդներ են տալիս, խոստումներ են տալիս, վաղվա օրը ապագան շատ պայծառ են ցույց տալիս, բայց սրանք գուշակություն են, որովհետև երբ որ այդ օրը գա, կտեսնեն, որ այդպես չէ։ Սակայն Աստծո խոսքը այսպես չէ։ Աստծո խոսքը ճշմարիտ է եւ այդ մարգարեությունները տառացիորեն իրականանում են։ Ինչպես օրինակ, Եսայի մարգարեն Տեր Հիսուսից 720 տարի առաջ գրեց, որ կույսը պիտի հղանա, որդի պիտի ծնվի։ Այդ բանը տեղի ունեցավ Տեր Հիսուսի աշխարհ գալով նրա ծնունդով։ Տեր Հիսուսի խաչելության, նրա հարության վրայով մարգարեություններ կան գրված։ Եսայի 53-ը եթե կարդանք, Տեր Հիսուսի ամբողջ չարչարանքների մասին է գրված եւ դրանք իրականացան 2000 տարի առաջ։ Մարգարեությունները խավարի մեջ լույս տվող լույսի նման են։ Եվ Աստված ասում է մարգարեությունները մի արհամարեք։ Ուրեմն շատ կարևոր են թե ինչ են ցույց տալիս մեզ մարգարեությունները։ Շատ կարևոր են, որովհետեւ ինչպես պիտի իմանանք ապագան։ Մարդկայնորեն վաղվա օրը անկանխատեսելի է։ Ինչ իմանանք, ինչ պիտի կատարվի։ Մանավանդ սեպտեմբեր 11-ից հետո կարծում եմ, որ որևէ մեկը համարձակություն չի ունենա ասելու, թե մոտ ապագայում կամ հեռավոր ապագայում ինչ պիտի տեղի ունենա։ Սակայն միայն միակ հավաստի աղբյուրը, որին կարող ենք 100%-ով վստահել, սա Աստծո խոսքն է եւ նրա մեջ տեղ գտած մարգարեությունները։ Այսօր եւս մարգարական նյութերով պիտի խոսենք եւ Սամվել եղբայր Փամբակյանի հետ պիտի շարունակենք նախկինում մեր ունեցած զրույցը մարգարեությունների վրայով, գալիքի ապագայի վրայով։ Սամվել եղբայր այս մեր հանդիպումը մի փոքր ուշացումով եղավ եւ պատճառը մենք գիտենք, մեր հերոստատիտողներին էլ ասենք, որպես իմանան, Սամվել եղբայրը իր կողակցին կորցրեց այս ընթացքում, ցավակցում ենք այդ կապակցությամբ, գիտենք ձեր վիշտը բավական մեծ է, որովհետև 65 տարի մեկտեղ եք բնակած, այր եւ կին մեկ մարմին, ինչպես Աստծո խոսքն է ասում, եւ այսօր ձեզանից հեռացավ ձեր սիրելի կողակիցը։ Ինչ զգացումներ ունեցաք այս ընթացքում, խնդրեմ։ Անշուշտ շատ դժվար է, երբ մեգումը հետ 65 տարի Գաբրիս եւ այս կյանքի ճամփորդությունը միասնապար գնես զայն գործընծնել, բավական ծանր հարված է, բայց ուրախ եմ ասելու, որ Աստված օգնության հասավ եւ Սուրբ Հոգին մխիթարեց, գիտեմ, որ հիմա իր ցավերեն դարաբանկներեն ցերպազատված հանգիստ է Դեր Հիսուսի հետ է անոր ներկայությունը կվայել է կատարյալ վստահություն ունիմ Աստծո իմաստության համոզված եմ, որ Աստված սխալներ չներ իր հաշիվներուն մեջ, որով գործնեմ Աստծո կամքը գսեմ օրհնյալը Աստծո կամքը Ամեն թեև ինձիամ շատ դժվար եկավ, բայց եւ այնպես Աստված գիտե, որ ասիգա իմ գոհագիսիս եւ իմ բարիկիս համար էր, մենք հավատանք, որ ամեն բան բարի կործագիս կլա, անոնց, որ Աստված կսիրեն, եւ մենք Աստված կսիրենք։ Այնպես որ շնորհակալ եմ, որ այդ ազնիվ զգացումները արտահայտեցիք եւ բավական հիմա թեթևացած են ցավերս,
որովհետև շատ համագրանք, շատ սեր վայելեցինք բարեկամներեն, հայրավոր նամակներ, հերակիրներ, հերացայներ, քարտեր եւ այցելություններ ստացանք եւ ասոնք ծառայեցին իմ գսկիզս թեթևցնելու։ Այո։ Օրհնյալ Ալլա Աստծո գամքը եւ օրհնյալ Ալլան Աստծո զավակները, որոնք իմ օգնությանս հասան մինչ արդասված հովիդեն կանցնեի։ Այո, եւ Աստծո հոգին այն մխիթարիչն է, որ Տեր Հիսուս ղրկեց, որ ամեն պարագաների մեջ կմխիթարի, մանավանդ Աստծո այդ սքանչելի խոստումը, որ մի օր իրեն հավատացողները մեկտեղ պիտի հավաքվեն եւ հավիտյանս հավիտենից Աստծո ներկայությունից չպիտի բաժանվեն, հետեւաբար նաեւ եթե հավատքով ապրենք, Տիրոջը վստահենք, մի օր մեր հարազատներին էլ այնտեղ պիտի տեսնենք այդ երանելի վիճակի մեջ։ Պիտի միանանք անոնց։ Այո։ Մեր բոլոր սիրելիներուն եւ բարեկամներուն։ Եվ սա սքանչելի մի ապահովություն է, մխիթարություն է մեր սրտերի մեջ, այն ամուր կպահենք, որովհետև Սուրբ Հոգու զորությամբ մեր սրտերի մեջ ամրագրված է։ Այս բաժանումը արժամյա է, ժամանակավոր է։ Այո։ Այդալ կմխիթարեցես, որ օրմը իմ սիրելիս պիտի միանամ։ Այո, ճշմարտություն է։ Մենք վստահում ենք Տիրոջ բերնից ելած ամեն մի խոսքին։ Սամվել եղբայր, շարունակենք մեր նյութը մարգարեական գրությունների վրայով։ Այո։ Մարգարությունները անտեսելը կարծում եմ, որ անխոհեմություն է։ Հետևաբար կարևոր է մեծ ուշադրություն դարձնել մարգարություններին։ Ինչպես եք արժևորում մարգարության կարևորությունը։ Մարգարեություններ շատ կարևոր են, որովհետև Աստված անոնց կարևորություն գուտա։ Օրինակ, հին գդագարանի 39 քիրքերեն 17-ն զուտ մարգարեական բնույթ ունին։ Նաև նոր գդագարանի մեջ բազմաթիվ գլուխներ եւ թուղթերու մեջ բազմաթիվ համարներ նվիրված են մարգարեությանց։ Աստվածաշունչի մեջ Քրիստոսի երկրորդ քալուստը 1845 անգամ հիշված է, 8 անգամ ավելի քան իր առաջին քալուստը։ Այսօր այդ մեկտեղ գծավի մսելով, որ շատ հավատացյալներ եւ քարոզիչներ առաջին քալուստին կարևորություն կտան, ծնունդը փառավոր գերբով կդոնեն, բայց երկրորդ քալուստին կարևորություն չեն տար։ Ասիկա արդարություն չէ անոնց հավատացյալներու հավատքին, ոչ ալ Աստվածաշունչին հանդեպ, որովհետև երբ մեկը առաջին քալուստին կարևորություն կտա, 8 անգամ ավելի կարևորություն պետք է տա երկրորդ քալուստին, քանի որ 8 անգամ ավելի հիշված է Քրիստոսի երկրորդ քալուստը, այնպես կխորիմ, որ այն հավատացյալները հոգևոր կենսահույթի վիտամինի բագասեն գդարաբին, որովհետև մենք գիտենք, որ գոմնացույցին մագնիսը երբ դգարանա, ուղղությունը սխալ գծություն է։ Այո։ Չեք խորիր։ Այո, շատ ճիշտ է։ Այսինքն ծանր քիչ մկնաթադություն է այն հավատացյալներուն եւ մանավանդ քարոզիչներուն, որոնք դարիներով Քրիստոսի երկրորդ քալուստյան քալուստը չեն քարոզեր, որոշ շապոալ չեն հավատար, այն ինչպես որ մենք կհավատանք, նշանավոր հովիվի հետ ջաշեցի արիթոմը, ըսա որ ես կհավատամ,
որ Քրիստոս պիտի կա երկրորդ անգամ եւ ընդհանուր մերելներու հարություն բիդլա եւ վերջին տադաստան Ջերմակաթոռի արչև բայց ծեր ըսածին բես հավատացյալներու հապշտակությունը մեծ նեղությունը ները անտիքրիստոսը եւ հազարամյան ես չեմ ընդունել սա կխորին որ այդ քարոզիչները եւ այդ հավատացյալները որոնք այդպես գսեն միտքերնին չեն ուզեր հոգնեցնել մարգարեությունները սերդելով եթե մարգարեությունները սերդելու ըլլան շատ լավ բիդե հասկանան եւ այդպես բիդե չսեն երկու բաներ անհրաժեշտ են քրիստոնեության քերբնական գրոնկը ըլլալը փաստելու համար մեկը մարգարեություններն մյուսը հրաշքներ մարգարեություններ Աստծո ամենակիդությունը գծությունեն իսկ հրաշքները Աստծո ամենագարողությունը ուրիշ որևէ գրոնք մարգարեություններով չսպավիր միայն քրիստոնեությունն է որ մարգարեություններով գսպավի որովհետև ուրիշ գրոնքներ գեղձ են միայն քրիստոնեության Աստվածը գենթանի ճշմարիտ Աստվածն է որոն քիդությունը անհուն եւ անսահման է ամեն նաեւ դժբախտաբար լայնախոհ աստվածապաններ եւ Սուրբ Գրոց վարդապետներ ոչ մարգարեության գահավադան ոչ ալ հրաշքներով օրինակ Դանիելի քիրքը սկանչելի քիրք մնե որովհետև հայրավոր դարիներ առաջ մարգարեացավ հեթանոս թագավորներու եւ թագավորներու բադմությունը եւ այդ մարգարեություններ սկանչելի գերբով փարացիորեն գդարվեցան այնպես հագարակ անոր as liberal լայնախոհ աստվածապանները եւ Սուրբ Գրոց վարդապետները գարձեցյալ ուսումնականները սոսկալի գերբով գքննադեն Դանիելի մարգարեությունը որովհետեւ եթե ընդունած լայն Դանիելի քիրքը իբրև հարազատ մարգարեական քիրքը ընդունած վիդլային աստվածաշունչի ներշնչված լալը ասիգա իրենց կորձին չի կար որովհետև թարուն մեջ գաբրինք որ մարդ արարածը գոզե գադարյալ ազատություն վայելել չուզեր գաշկանցվել չուզեր օրենքներով ենթարկվել սահմանափակվել եւ ասիգա գտեսնենք փարեշրջումի մեջ եւ սովետ նյութաբաշտ փիլիսոփայության մեջ անհավատության եւ անաստվածության մեջ նվադագը աստված մեկ գոմ տնել է որբեսի հոն ուր աստված չկա աստվածաշունչ չկա հոն ուր աստված չկա աստվածային օրենքալ չկա ուրեմն գրնանք ազատ համարցակ անսանց գերբով ուզած մեղքերնից կորձել եւ հաշվելու չլալ ոևէ մեկուն որովհետեւ երբ աստված գա գսենք իբր արարիչ աստված պետք է ընդունենք եւ արարիչ աստված իրավունք պիտի ունենա մեզ հաշի բանջելու օրմը մարդ արարածը չուզեր
ոևեգուն հաշիվ դալ։ Մանավանդ այս տարուն մեջ գեր խմե քեֆիտ նայի ինչ որ քեզի հաջող կբաճարե անիկա ճիշտ է, որտեղ բացարձակություն չի գա, օրենք չի գա, անիշխանություն գդիրե ամեն կողմ, ինչ որ մարդուն հաջող կբաճարե, ադիգա լավ է, ադիգա իր օրենքն է, և Ամերիկայի մեջ ասկա գտեսնենք հիմա, բացարձակությունը absolute մեգոմ տրածե ժողովուրդը նոր փիսոփայությունը մեջտեղ եկած է ինչ որ քեզի հաջող կբաճարե անիգա քո օրենքը դե տուն անցդ բիդի շինես քո օրենքդ տուն օրենք բիդի տնես քեզի համար մյուսնալ քո տրածիդալ իրեն համար օրենք բիդի տնե ոչ տուն իրեն բիդի խառնվիս ոչ ալ ան քո կորձից Ուրեմն դուրս է գալիս որ ամեն մի երևույթ հարաբերական է բացարձակ ոչինչ չկա երբ որ ասում ենք ճշմարտություն եւ ասում ենք Քրիստոս ինքը ճշմարտությունն է սա միայն նրանք ովքեր սուրբ գիրքը ընդունում են նրանց համար է դառնում այն ճշմարտություն բայց աշխարհը այն չի ընդունում ասելով որ ճշմարտությունը հարաբերական մի բան է մեկի համար այն ճիշտ է մյուսի համար կարող է սխալ լինել Եվ մարգարեությունները թե ավետարանչական և թե բարեբաշխական օգտագործություն ունին։ Օրինակ, երբ Քրիստոսի երկրորդ քալոստյան մասին քարոզը գլա հավատացյալներու հափշտակության մեծ նեղության մասին, վերջին դատաստանի մասին, փորձառությամբ մենք տեսած ենք որ բազմաթիվ մեղավորներ ապաշխարած են։ Նաև հավատացյալներ համար մոնենք առաջին Հովաննու օրեր հատիկա երեքին մեջ կսե ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի ինքսինքը գմակրե, ինչպես անիկա մաքուր է, որով շատ հստակ երբով մարգարեությունները շատ կարևոր են, պետք է քարոզվին, հավատացյալներ պետք է փնտրեն մարգարեությունները սերդեն, որովհետև բնական է մարդ արարածին մտքին մեջ որ գուզե աբակային բադայելեք պաները քիտնալ և մարգարեությունները այդ դենչանքին կոացում գոդան Տեր Հիսուսի տված նշանները վստահելի աղբյուր են և այդ մասին եթե կարելի է Սամվել եղբայր և սիրելի հայրենակիցներ մի փոքր դադար վերցնելուց հետո կշարունակենք, խնդրեմ։ Ուրախությամբ սպասում ենք քեզ Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ, հավերժության մեջ կտեսնենք երեսը քո Եվ կորտնենք քեզ կմեծարենք Աստծո հոգով Մարանաթա, Մարանաթա, ով սալնաներ Աստծո գարին Արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր Ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ Մարանաթա, Մարանաթա, ով սալնաներ Աստծո գարին, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ։
Հարսն է պատրաստ սպասում է սուրբ զարդերով, սպասում է քո զորությամբ սուրբ հանդերձով, կատարվել են սուրբ խոսքերը այս աշխարհում, արի Հիսուս կարոտել ենք չենք դիմանում, միասին Մարանաթա, Մարանաթա, ով սանաներ Աստծո գարին, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ, Մարանաթա, Մարանաթա, ով սանաներ Աստծո գարին, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, Սամվել եղբայր Փամբակյանի հետ միասին շարունակում ենք մեր հաղորդումը։ Առաջին մասում մենք խոսեցինք մարգարեությունների եւ նրանց կարեւորության մասին, թե ինչպես Աստծո խոսքի մեջ բազմաթիվ մարգարեական թղթեր կան եւ հազարավոր համարներ ապագայի վերաբերյալ եւ դրանք իմանալը ապահովություն է, վստահություն է, մանավանդ իմանանք, որ ինչ է սպասում ապագայում, Աստված ինչ ծրագրեր ունի պատրաստած եւ նաեւ մի փոքր խոսեցինք Քրիստոսի երկրորդ գալստյան վերաբերյալ, թե ինչպիսի կարծիքներ են եղել, ինչ Սուրբ գրքի մասնագետներ ասենք կամ Սուրբ գրքի շեղված մարդիկ ինչպիսի վերաբերմունք են ունեցել, համենայն դեպս Աստծո խոսքը ամենավստահելին է, երբ որ այն ամուր ենք բռնում, երբ որ Աստծո խոսքը Աստծո խոսքով ենք քննում եւ առաջնորդվում։ Սամվել եղբայր, հիմա խոսենք Տեր Հիսուսի երկրորդ գալստյան նշանների մասին։ Այո, սիրով։ Թեև Հիսուս ասավ, որ ոյը մեկ չի գիտեր թվականը, այսօր այդ մեկտեղ շատ նշաններ կան հիշված Աստծո խոսքին մեջ, եւ ասոնք գրնան մեզ առաջնորդել այն երևույթին, որ Քրիստոսի երկրորդ գալուստը մոտ է, վերջին օրերում մեջ կաբրենք, օրինակի համար երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3-ի մեջ գսե, չլա որ մեկը ցես խփե գերբովը, վասնզի այն օրը պիտի չկա, եթե ապստամբությունը առաջ չկա։ Դարձյալ առաջին Տիմոթեոս 4:1-ի մեջ գսե թե բայց հոգին հայտնի գերբով գսե թե վերջին ադենները մեկ քանները հավատքեն պիտի ապստամբին։ Այս ապստամբությունը մենք 4 կողմերից կտեսնենք։ Անվանական քրիստոնյաներ Ամերիկայի մեջ քրիստոնեությունը գործանելու աշխատին։ Ասոնք մամեդական չեն, հետանոց չեն, քրիստոնյա ծնած են, մգրդված են իբր քրիստոնյա եւ իրենք քրիստոնյա գոչեն, բայց եւ այնպես վերջին օրերում մեջ գաբրինք ասելով սատանան ասոնց սիրտը լեցուցած է Քրիստոսի եւ քրիստոնեության թեմ։ Հիմա Ամերիկայի մեջ քրիստոնեության մեծագույն թշնամիները հետանոսները չեն, մահմեդականները չեն, անվանական քրիստոնյաներն։ Դարձյալ ոչրակորությունը շատ հարաճացած է, Ամերիկայի մեջ դարին 30,000 ոչիրներ կգործվին։ Ամեն օր տելևիզիոնի մեջ կտեսնենք
կորզված ոչիրները եւ ասալ նշաններն մեկն է հрьяաներուն Բաղեստին հավաքվելը որ Հիտլեր պատճառ եղավ ասոր հայտնի նշան մնա Դարձյալ հոսկսե առաջին Դիմոթեոս 4:1-ի մեջ մոլորեց ցուցիչ ոգիներու ու թևերու ուսմունքներուն ուշադրություն վիդիդան այսօր Ամերիկայի քոլեջներու մեջ ոգեհարցության դասընթացներ կան եւ քոլեջականներու սկալի համեմատությունը խոստովանած է որ մերելներու հետ շփման եկած են Լոս Անջելեսի մեջ երկու սատանայի բաշտական եկեղեցիներ կան Ամերիկայի մեջ 3 միլիոն սատանայի բաշտներ կան իսկ Գերմանիայի մեջ 7 միլիոն այնինչ որ գսե Բոս արաքյալ առաջին Դիմոթեոսի այսօր Այսինքն մեր աչքերով այսօր տեսնում ենք իրականություն դարձած է այո Դարձյալ Եվրոպական Թաշնակցության գազամավիլը որ պիտի առաջնորդե հռոմայական վերագանտանացած հռոմայական գայսրության գազամավելուն ներեն Wanantsme yetke meg urisha bidiyelle nera antikristosa o aniga araçvanların yerek takavor bidi gorzane o terort hamarin meç gıgartank yerp yes ein yerçurnere gatideyi ahanons meç uriş bizdik yerçurma yelav որուն արջևեն առաջվան եղջյուրներեն երեքը խլվեցան ասիգա գագնարգե վերագենտանացած հռոմեական գայսրության եւ եվրոպական տաշնակցությունը բիդարաշլորթե այդ գայսրության այսինքն Նաբուգոդոնոսորի տեսած արցանի այո ոտքի թաթը վերջավորությունը այսինքն այդ մատների ձևավորումը ուրեմն Դանիելը որ մեկնաբանեց սկսեց գլխից որ բաբելոնյան թագավորություններ եւ ապա ամբողջ պատմության ընթացքում այդ թագավորությունները ինչ որ նշվեց բոլորն էլ իրենց մասը կազմեցին պատմության մեջ հիմա Եվրոմիության կազմվել է այսինքն վերածնված հռոմեական կայսրությունը այո վերագենտանացած հռոմեական գայսրությունը Նապոկոդոնոս արցանին 10 մադերը այո այդ 10 թագավորներն են որոնք այդ գայսրությունը բիդի գազմեն վերագազմեն վերահիմնեն եւ անտիկրիստոսը բիդի հրավիրեն իբրև իրենց նախագահը այդ եղջյուրը, որ եղջյուրներու մեջ են ելավ անտիկրիստոսը նույնպիսի ակնարկություն կա նաև հայտնության գրքի մեջ թե ինչպես ները դուրս գա եւ ինքը վերակենդանացած հռոմեական կայսրությունից պիտի լինի այո Դարձյալ as եկեղեցիներու համաշխարհային խորհուրդը էկումենիկ շարժումը կարևոր նշան մնա որ վերջին օրերու մեջ կապրենք որովհետև հավատացյալներու հափշտակությունեն հետո այս աշխարհի վրա գտնվող անվանական քրիստոնյաներ պիտի շարունակեն իրենց պաշտամունքը իրենց եկեղեցիները եւ այդ մեկ եկեղեցի պիտի լա համաշխարհային ներին եկեղեցին որոն մեջ Քրիստոս իր աստվածությունը պիտի գործընծնե Սուրբ Հոգի պիտի չլա
որբեսի հրյան մահմեդականը եւ անվանական քրիստոնյաներ գարենան համացայնիլ հիմա գսեն որ մեկ աստված գբաշտենք մահմեդականի հրյային աստվածը քրիստոնյային աստվածն է մինչդեռ այդպես չէ քրիստոնյային աստվածը Սուրբ երրորդության աստվածն է Աստված գադարյալ գլա Սուրբ երրորդությունով Հայր Աստված Որդի Աստված Սուրբ Ոգի Աստված Գերց գրոնքներուն Աստվածը մեկ Աստված է Սուրբ երրորդություն չկա Եվ դա ով է ոչ Քրիստոս կա այո իսկ իրենց Աստվածը մեկ Աստված ունեն եւ իրենք պաշտում են իրենց հորը եւ Տեր Հիսուս բնորոշեց ասավ դուք ձեր հոր մեջ սատանայից եք այո Ընդհանուր բնութագիրն է այդ բանի նրանք ովքեր որ ճշմարիտ երրորդությունը չեն պաշտում եւ աշխարհին սա ձեռնտու բան է որովհետեւ քաղաքական այս թոհու բոհի մեջ կարևորը այն է որ խաղաղություն պաշտպանվի աշխարհի մեջ այսինքն միջկրոնական կռիվներ չլինեն խաղաղ գոյակցություն լինի սրանք շատ լավ բաներ են թող խաղաղություն լինի կռիվ պատերազմներ չլինեն սակայն գործակցել այն կրոնների հետ, որոնք ոչ միայն հակառակ են, այլ նաև ամբողջությամբ դիվական այո ներշնչում ունեն, այդպիսի կրոնների հետ պիտի գործակցվի արդյոք։ Հիմա համաշխարհային եկեղեցիներու խորհուրդը գուցե քրիստոնյա եկեղեցիները իրարով միացնել, հետո մյուս Հեթանոս եկեղեցիները քրիստոնյա եկեղեցիներու միացնել հիմա դժվարության մեջ են բայց անտիքրիստոսին օրով ովևէ դժվարություն պիտի չունենան այո պիտի համացայնին Քրիստոսը Սուրբ Ոգին մեջտեղեն վերցնել են վերջը շատ թյուրությամբ պիտի համացայնին իրենց հավատալ հանկանագին նկատմամբ Եվ մեկ Աստվածը պիտի պաշտեն, բայց այդ Աստվածը Աստվածաշունչի Աստվածը չէ, քրիստոնեության Աստվածը չէ, այդ Աստվածը Սուրբ երրորդության Աստվածը չէ։ Այսօր մասին մենք շատ վստահ ենք։ Եվ թուն ով Դանիել այս խոսքերը կոչե ու քիրքը գնքե մինչև վերջին ժամանակը Շատերը հոսոն բիդի բդդին այո ասոր մասին գասկած չունենք որ ամբողջ աշխարհ ոտքի վրա է եւ ճամփորդություն գնեն Արչի դարի Հայաստանին գվերաթարնայի Անգլիո Լոնդոնի Հիթրո օտագայանն մեջ բազմաթիվ ժողովուրդ կար բացառապես բազմաթիվ ժողովուրդ ներկաներեն մեկը ըսավ այնպես գերավնա որ աշխարհի բնակչության գեսը օտագայաններու մեջ իսկ գեսը օտին մեջ չնեն այո այսինքն քիչ մը չափազանցությունով ճշմարտությունը ըսավ հետո գսե Գիտությունը պիտի շատնա, այսօր մասին մենք կասկած չունենք, այն թարն է, այս թարը, որոն մեջ ոչ միայն լուսին կացինք, այլ նաև վերջերս հրադալ կացինք, համագարկիչի և հյուլեական էներժիի թարն է և գիտնականներուն 180-ը հիմա գաբրին, աշխարհի պատմության մեջ ամենեն հարաճած թարն է, գիտնական կետնի վրա և ասիկա շատ կարևոր Եվ հաշվարկներ են կատարել, որ ամեն 22 ամիսը մեկ, այսինքն 2 տարից պակաս, ամեն 22 ամիսը մեկ գիտությունը կրկնապատկվում է, սա բացառիկ մի բան է, շատ բացառիկ,
Գարկերը փողոցներու մեջ պիտի գադրին այսալ օտոներու համար եղած մարգարեություն մնե հրապարակներու մեջ իրարու պիտի փախին տելևիզիոնեն գտեսնենք Մեծ ամեն օր պատահարներ, ակսիդանտներ։ մարգացներ, ակսաններ Այո։ եւ անոնց երևույթը չայրոբես պիտելլա օտոին լույսն է ասիգա եւ փայլակներով էս պիտի վազեն, այսինքն շատ արագ պիտի ընթանան։ Եվ սա Նաոմի մարգարեությունն է, որ Տեր Հիսուսի աշխարհ գալուց քանի 100 տարի առաջ է գրվել, այսինքն մոտ 2600-2700 տարի առաջ։ Հետո բادرազմներ առաջին բادرազմին համաշխարհային բادرազմին 7 միլիոն հոգի մեռավ։ Իսկ երկրորդ համաշխարհային բادرազմին 70 միլիոն։ Եվ շարունակ բادرազմ կա։ Շարունակ մարդիկ գմերնին Իսրայելի մեջ, Աֆղանիստանի մեջ, Իրաքի մեջ, Բաղդադի մեջ։ այո։ Շարունակ մարդիկ գմերնին։ Ընդհանրապես մենք լուրեր ենք լսում այն շրջաններից, որոնք ասենք աշխարհի համար ավելի զգալի, նշանակալի ազդեցություն ունեն։ Բայց այսօր աֆրիկյան շատ պետություններ կան, որոնց մեջ ցեղային բախումներ կա։ Այո։ Եվ անցյալ տարվա տվյալներով, 2003 թվականի տվյալներով 43 պետությունների մեջ ազգային, ցեղային բախումներ են տեղի ունեցել։ 43, սա շատ մեծ թիվ է։ Սակայն մենք լսում ենք միայն այն շրջանների մասին, որտեղ որ, ասենք, Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի ուշադրությունն է սևեռված։ Այո։ Ճիշտ է։ Նաև անօրենության շատնալուն համար շատերուն սերը բիդի բաղի ըսավ մեր դերը Մատթեոս 24:12-ի մեջ եւ ասալ հատկանշականը խոր քունմա իջաձե եկեղեցիներով եւ հավատացյալներով վրա Տշմարտաբար այս տարուն մեջ հավատացյալներ շատ աշխարհային են Չես կրնար հավատացյալը զանազանել ոչ հավատացյալն Ցորենը որոմից դժվար է զատվում Այո Եվ անշուշտ ժամանակն է, որ բահբանողական քարոզիչներ այս նյութի մասին իրենց ժողովուրդներուն խոսին մի սիրեք աշխարհը նյութը պետք է կարևոր նյութ մալա եւ քարոզիչներ պետք է ուսկաշացնեն իրենց ժողովուրդը հավատացյալները գիտնալով որ վերջին օրերու մեջ կաբրին մաքուր կյանք ապրին որովհետև Տեր Հիսուս ասաց չես կարող երկու տիրոջ ծառայել այո Աստծուն եւ մամոնային այսինքն գտնվես աշխարհի մեջ աշխարհի վարք ու բարքը ընդօրինակես նաեւ կոչվես հավատացյալ այո համաճարակներ դարձյալ ուրիշ նշաններ են AIDS-ը որ միասեռականության բդողն է մինչև հիմա 90 միլիոն մանուկներ խլած է եւ չափածներեն զատ եւ պիտի շարունակե խլել Աֆրիկայի մեջ Հայիթիի մեջ շատ հարաճած է այդ AIDS-ը Դարձյալ տեսակ վիրուսներ քաղաքագիրտ աշխարհը գայցել են օրինակ SARS-ը որ անցյալ տարի Չինաստանի մեջ եղավ այո Չինաստանեն ցակումը ստացավ եւ այդ վիրուսները անտիբիոտիկի չեն հնազանդիր չեն ենթարկվիր անտիբիոտիկներ այդ վիրուսներուն չեն գրնար գլուխ ելնել Սամվել եղբայր կարծում եմ
մեծ նշաններից մեկն էլ այս միասեռական զգալի շարժումն է, որ Այո։ վերջին մի քանի ամիսների մեջ տեսանք ինչ կատարվեց Միացյալ Նահանգներում, մասնավորաբար Սան Ֆրանցիսկոյում, Այո։ Մասաչուսեթսի նահանգը պաշտոնապես ընդունեց միասեռականությունը իբրև կենակցության իբրև կոչում է անշուշտ civil union, բայց դրանից ավելի առաջացած են, որ դրանք ընտանիք են կոչվում։ Երկու այր մարդ կամ երկու կին ընտանիք են կազմում եւ անգամ լիբերալ ազատական լրատվական միջոցները հատուկ հաղորդումներ են պատրաստում ցույց տալու համար, տեսեք երկու հայրիկներ ինչպես են իրենց երեխային գուրգուրում կամ երկու մայր ինչպես են երեխա մեծացնում, ինչ հոգատարություն, ինչ մեծ սեր։ Սակայն մենք գիտենք, որ սա Աստծո դրած օրենքներին բացարձակ հակառակ է եւ Աստծո բարգությունն է գալիս այսպիսի բաներ անողների վրա, Այո։ ինչպես էր Սոդոմ Գոմորի օրերը, ինչպես Աստված կրակով պատժեց։ Ահա նաեւ մեր աչքի առաջ տեսնում ենք, թե ինչպես է ծաղկում միասեռականությունը։ Այո, անիշխանության թարուն մեջ կաբրինք եւ մարդիկ ոչ միայն Աստծո թեմ գաբստամփին, այլ նաեւ գարավարության թեմ։ Օրենքները գարավարական օրենքները քաղաքաբեդը Սան Ֆրանցիսկոյի Այո։ գողկրդեց հագարականորը որ ինք բեչեր ըներ այդ տեսակ փանմա եւ քեշ օրնակ եղավ իր ժողովրդին, այսինքն ասել ուզեց, որ գարավարական օրենքները գոյություն չունին։ Մենք պիտի անենք անիշխանություն է ասիգա եւ ապստամբություն Այո։ Եվ եթե գարավարության թեմ։ այո, եւ եթե Միացյալ Նահանգների սահմաններից դուրս գանք, Եվրոպայում այս բանը շատ ավելի վաղ սկսեց։ Օրինակ Շվեդիա, Այո, Նորվեգիա, Դանիա, Հոլանդիա, Բելգիա, այս պետությունների մեջ ավելի զարգացած բնույթ ունի եւ անշուշտ այսպիսի բանը քաղցկեղի նման սկսում է տարածվել եվրոպական երկրներից Միացյալ Նահանգներ, այնտեղից Հարավային Ամերիկա, եթե մի բան մեղք է, եթե մի բան վատ է, շատ ավելի ընդօրինակվում է, քան թե լավ բանը։ այո։ Ամփարությունը երթալով գշատնա։ Երևանի մեջ դժբախտաբար 15 տարեկան աղջիկներ մինիժուպ հագած հոթելներու մեջ, հյուրանոցներու մեջ գվխտան։ Իսկ Բուրմայի մեջ գարավարությունը 12-ին 15 տարեկան թերադե աղջիկներ գործածե տուրիստներ հրաբուրելու համար։ Աշխարհի ամեն կողմեն Բուրմա գերտան այդ բզդիկ աղջիկներու հետ սերայի հարաբերություն ընելու համար։ Սարսափելի։ Գրնակ երևակայել ինչ վիճակ ստացած է մեր աշխարհը։ Սոթոմ Գոմորը միայն միասեռականություն էր, հիմա մենք դեսակ մեղքեր հնարած ենք։ Այո, Սոթոմ Գոմոր բանը չէ մեր կողը։ ներկայիս, այո։ Դարձյալ որ մեկը ասենք ամփարության բորոնգակրությունը պորնոգրաֆի որ գլուխը արած գերտա եւ գարավարությունը չի գրնար գլուխ ելնել թմրեցուցիչներ թբրոցներու մեջ անհավատ ուսուցիչներ պրոֆեսորներ սխալողություն գտան երդասարտության, այսինքն շատ շլար եթե ասել, որ սադանան աշխարհը դժողքի արդեն վերածած է, եւ շատ անանքից կսկան հավատացյալներ,
այս միջավայրի մեջ եւ պետք է հավատացյալներ աղոթեն, որ Քրիստոս երկրորդ անգամ շուտ գա, որբեսի զիրենք այդ բիլց միջավայրեն հանեն վերցնե եւ իրենց հավիտենական դունը տանի։ Սերներ մեր հաղորդման վերջավորության հասանք։ Այսօր Սամվել եղբոր հետ միասին խոսվեց մարգարեությունների մասին, դրանց կարևորության մասին, Սուրբ գրքի մեջ տեղ գտած մարգարեությունները, որոնք գալիք ապագան են ցույց տալիս մեզ, նաև Տեր Հիսուսի երկրորդ գալստյան նշանների մասին Սամվել եղբայրը շատ հիմնավոր ձևով խոսեց։ Մեկ անգամ եւս նշենք դրանցից ոմանք, օրինակ ապստամբություն Աստծո դեմ, որ այսօր տեսնում ենք մեր ամբողջ շրջակայքում, ոչրակությունների մեծ աճ, գիտության աննախընթաց զարգացումը, դևերի ուսմունքներին հետևելը, Եվրոմիության կազմվելը, եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որ ի վերջո պիտի ծառայի, որ հակաքրիստոսը պիտի դառնա իբրև գլուխ, սիրո պաղելը, Տեր Հիսուս ասաց սերը պիտի պաղի, համաճարակներ եւ մահտարաժամեր եւ բժշկությունը չի կարող դրանց դեմ առնել, ամբարո կյանքի տարածումը ամբողջ աշխարհով մեկ, պորնոգրաֆիա, թմրեցուցիչների գործածում, մանավանդ երիտասարդության շրջանում, պատերազմներ եւ պատերազմների լուրեր, այս ամեն ինչ որ գրվեց Սուրբ գրքի մեջ, այսօր մեր աչքերով իրականությամբ մենք այն տեսնում ենք եւ շատ խորացած ձևով։ Ուրեմն այս ամենը սիրելներ ապացուցում են, այս ամենը հաստատուն հույս են տալիս, որ Տեր Հիսուս իր խոստումի համաձայն երկրորդ անգամ պիտի գա եւ շուտով Բայց այս բոլոր նշանները մեզ տալիս են այն հաստատուն հույսը եւ ապացույցը, որ Տեր Հիսուս շուտով պիտի գա իր խոստումի համաձայն եւ նրանք որ կլսեն թող ասեն երկուր Տեր Հիսուս եւ հոգին եւ հարսը կասեն երկուր Տեր Հիսուս։ Ուրեմն սիրելներ, մենք պատրաստ գտնվենք մեզանից ամեն մեկը Տեր Հիսուսի երկրորդ գալստյանը դիմավորելու։ Նրանք ովքեր որ իրենց սիրտը Աստծո առջև չեն բացել, այսօր կարող են այդ երջանիկ հույս ունենալ, երբ որ Տեր Հիսուսին ընդունեն իբրև անձնական փրկիչ։ Իսկ նաև նրանք, ովքեր որ ապաշխարությամբ իրենց փրկությունը ստացել են, Աստծո կողմից կա այս հորդորը, որ պատրաստ կեցեք։ Հետևենք սրբության կյանքին, Տիրոջ փառքի համար ապրենք, Տեր Հիսուսի տված պատգամներով շարժվենք, որպեսզի այն օրը երբ որ ինքը հայտնվի, ամոթով չմնանք։ Հիմա վերջի մի քանի րոպե ունենք, Սամվել եղբայր, կխնդրեմ, որ ձեր աղոթքով այսօր վերջացնենք մեր այս զրույցը։ Սիրո։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, քո ներկայության մեջ կարևոր նյութեր խոսեցանք եւ հիմա գաղոթենք, որ թուն այցելության ելես մեր ասկագիցները, անոնց մեջ գտնվող անաբաշխարները քեզի դարձնես, գիտնալով, որ մեղած վարձքը մահ է եւ ամեն մարդ քեզի պիտի ներկայանա հաշիվ տալու համար եւ գխնդրենք, որ պատրաստ լան այդ հաշվետվության համար ժամանակեն առաջ քեզի հետ հաշտվին, իրենց մեղքերը խոստովանին, Տեր Հիսուսը ընդունին իբրև իրենց անձնական փրկիչը, անոր հետևին, հոգևոր կյանք ապրին եւ պատրաստ լան հավատացյալներու հափշտակության համար։ Իսկ կալով հավատացյալներուն անոնց համար գաղոթենք, որ անոնքալ մակրվին, մարմնի եւ հոգի ամեն երբ բղծություններեն իրենք զիրենք մակրեն եւ Աստծո վախով սրբությունը գադարլակորձեն,
Քրիստոսի մարմինը թող պատրաստը լա փեսան թիմավորելու Ամեն։ աշխարհեն զադե դուրսերը հավատացյալները մաքուր սուրբ անարատ ամփից ցանկեր թող ապրին եւ բապանավական կարոզիչներալ իրենց ժողովուրդը զսկշացնեն աշխարհեն եւ այնպեսի կարոզներ դան որոնք ժողովուրդը պիտի պատրաստեն հավատացյալներու հապշտակության համար օրհնե այս եղբայրները օրհնե այս հայտնության հայդակիրը եւ շնորհե որ այս նկարահանման հանումները որ դեղի գունեն այս վիդեոները ծրվին ժողովրդին օգնելան արդյունավետլան շատեր Քրիստոսը գտնեն Ամեն։ այս վիդեոներով պատճառով եւ քո մեծ անոթ փառավորվի ասկա գխնդրենք Պերչին բադվագան աննով եւ քո փառքիդ համար Ամեն։ ամեն Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, հորասերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի։ Ամեն։ ամեն Շնորհակալ ենք Սամվել եղբայր, Տեր օրհնի։